Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները, բայց այս անգամ Լոնդոնում։ Նրանք քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավոր ռիսկերն ու հնարավորությունները։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանի խոսքով հանդիպման ընթացքում խոսել են տարածաշրջանային զարգացումների և երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ հետաքրքիր տվյալներ են հրապարակվել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ։ Փաստինֆոն գրում է, որ այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան որպես զբոսաշրջիկ այցելել է 10 ադրբեջանցի։ Ընդ որում, ըստ պաշտոնական վիճակագրության, նրանք երկրում մնացել են միջինը 38 օր։ Թե ովքեր են եղել այդ այցելուները և ինչ ծրագրի շրջանակում են գտնվել Հայաստանում, պաշտոնապես չի պարզաբանվում, սակայն հատկանշական է, որ փետրվարին Երևանում էին ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ներքաղաքական կյանքում նախընտրական մթնոլորտը շարունակում է թեժանալ։ Հայաստանի տարբեր մարզերում, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաներում քաղաքական ուժերը հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, խոսում ապագայի մասին ու փորձում մարդկանց համոզել, որ հենց իրենք են այն ուժը, որ կարող է ապահովել անվտանգ, խաղաղ ու ավելի կայուն ապագա։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը անցկացրել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննադատել են գործող իշխանության գործելավոճը, նշելով, որ ներկայիս իշխանությունը հասարակության մեջ փորձում է վախի մթնոլորտ ձևավորել։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, իշխանությունը քաղաքացիներին փորձում է համոզել, որ իր օգտին չքվեարկելու դեպքում երկիրը կարող է կանգնել նոր պատերազմի վտանգի առաջ։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ինչ էր խոստանում։ Երջանկություն, բարեկեցություն, հաղթանակ եւ ամենակարևորը հպարտություն։ Նույնիսկ հպարտ քաղաքացու անձնագրեր էր տպել եւ փողոցում բաժանում էր։ Հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը չուներ են կոնտուրը, որ այսօր ունի այն ուրվագիծը, որ ունի այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կպցնում են իրենց դոշերին։ Հպարտ Հայաստանի անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը միասնական էին։ Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Նիկոլ Փաշինյանի ձախող կամ գիտակցված քաղաքականության արդյունքում դա դեռ դատաքննությունը պիտի պարզի, երբ Արցախում բուն են դրել ադրբեջանցի ասկյարները, Նիկոլ Փաշինյանը ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը ձեզ վախեցնում է, որ այ եթե դուք ինձ չքվեարկեք, եթե իմ օգտին դուք չքվեարկեք, վաղը Ադրբեջանը Հայաստանի դեմ կռիվ պիտի սկսի։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է վերջին շրջանում անվանումների շուրջ ձևավորված բանավեճերին։ Նա նշել է, որ երբ սկսվել է Արարատ լեռան շուրջ քննարկումը, իր մոտ հարց է առաջացել։ Մալաթիա Սեբաստիա անվանումը ևս կարող է ընկալվել որպես տարածքային ենթատեքստ ունեցող անվանում։ Նրա խոսքով, եթե արդեն քննարկվում է Արարատ լեռան անվան հարցը, ապա վաղը նույն տրամաբանությամբ հարց կարող է առաջանալ նաև Մալաթիա Սեբաստիա անվան շուրջ։ Միգուցե նաև Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար։ Հիմա ինչ անենք։ Քոչենք ստղից, թե քոչացնենք ինչ որ մեկին։ Այս հարցը ոնց է լուծվելու դուք պետք է ասեք։
Մարդ ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։ Անվտանգության և ուժեղ պետության գաղափարով է քարոզարշավը շարունակում նաև ուժեղ Հայաստանը։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում է ուժեղ պետություն գաղափարի վրա, խոսելով անվտանգությունից և տեխնոլոգիական բանակից։ Կարևոր տեղ է Բաղրատաշենը տնտեսական առումով։ Ձեր շրջանը ունի մի հատ խնդիր։ Դա մթերման խնդիրն է։ Գյուղացիները արտադրում են, գյուղացիները բերք կկարան այգում ստանան, բայց վաճառքի տեղ չունենան։ Ինչ է մթերման կայանը։ Գյուղացու հետ տարվա սկզբից կնքում է պայմանագիր, որով դուք կարող եք երաշխավորված ձեր ապրանքը, ձեր բերքը վաճառեք մթերման կայանին։ Ու հնարավորություն եք ունենում էլ նոր բան չկա։ Պետությունն է երաշխավորը, որ դուք լավ գնով առախելու եք այդ ապրանքը։ Լավ, մենք ո՞նց կապրենք, 47 Իսկ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը 3 Շենգավիթ վարչական շրջանում էր։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրությունից հետո խոստանում է հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար, առանց այսպես ասած ծանոթի գործոնի։ Սպասեք 7-ից հետո լավ փոփոխությունների, որ կարող են բոլորն էլ գումար աշխատել, գործ ունենալ, փոքր ու միջին բիզնես հիմնեն։ Դա ոչ թե անկախ ամեն ինչից։ Պետք է սպասեն մեծ փոփոխությունների, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հատկապես երիտասարդներն են ոգևորված այստեղ։ Մեր ապագան, մեր երիտասարդներն իրաց ցավը տանեն։ Պետք է իրենց կողքը կանգնենք, հնարություն տանք, որ կարողանան իրենց նպատակները իրականացնել։ Պետք է արդարության սկզբունք լինի, պետք է ակտիվ ուժեղը, խելացին, արդյունավետը բան իմացը։ Շենգավիթում էր նաև իշխող ուժը, սակայն այս հանդիպումից ամենաքննարկվողը ոչ թե ելույթներն էին, այլ մի քանի վայրկյան տևած տեսանյութը, որտեղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չնկատելով վարչապետի վրա ամրացված բարձրախոսը ինչ-որ բան է շշնջում Փաշինյանի ականջին։ Ի դեպ, ԱԳՆ նախարարը լռում է միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը ցույց էր տալիս իրեն ամրացված բարձրախոսը։ Welcoming text ակնը խոսնակի խոմեն, բայց Եթե չեք հասցրել հասկանալ, թե ինչ էր ասում Միրզոյանը, ապա ասեմ, որ նախարարը շշնջացել է։ Թուրքերն այսօր բացում են, հիշում եք կոդերը։ Տեսանյութը շատ արագ տարածվեց համացանցում, դառնալով ակտիվ քննարկումների թեմա։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչի մասին էր Միրզոյանը շշնջում իր ականջին։ Նկատի ուներ, որ մենք հիմա մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետքա դա չէր կարող, որովհետև ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից եւ արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետքա նշվի բանի երկիրը, հասցեատեր առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպվում էր երրորդ երկիր նոր արտահանում էր Հայաստան։ Իսկ գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ այդ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանի երկիր, առաքման երկիր Հայաստանը նշվի։ Հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանը այս դեպքը մեկնաբանելիս ծիծաղում է։ Կարծես իրավիճակը փրկելու համար լսում է լրագրողների հարցերը, որպեսզի հասկանա, ինչ կարող է ընկալել հասարակությունը այս մի քանի բառը լսելուց հետո։
Բայց ինչ որ լինում է հանրային ասում ենք, չէ՞, եթե մի բան դեռ ինչ որ քննարկման փուլում է, դեռ հանրային ասնելու կարիք չկա, ասենք որ ինչ է։ Մի փոքր հանրային ասել։ Դե լրիվ չի լսվել, չէ՞։ Ասենք թուրքերը բացում են, ի՞նչն են բացում։ Ասենք կհասկանանք։ Սահմանն են բացում։ Եվ մեզնից էլ մեզ սերն են Գիտական Այդ էլ է լինելու մի օր իհարկե, վստահ եմ, որովհետև մեր երկխոսությունը այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին է։ Դեռ չէ բացայտում թե ինչ։ Դե հենց որ բացայտելու պահը գա, կասեմ էլի հանրային։ Երկաթգծի հետ է կապվում։ Լավ բաների մասին է խոսքը եւ այսուհետ միշտ լավ բաների մասին է խոսքը լինելու։ Ուրիշ։ Դե ասեցի չէ որ երբ որ պահը լինի բացայտ հանրային ասելու։ Երրորդ երկրներ հա։ Չէ, ժորժ ջան։ Մի քիչ շատ է խորացել ինձ թվում է։ ԿՊ-ի քարոզարշավի 5-րդ օրը նաև լարված միջադեպերով է ուղեկցվել։ Երևանի տարբեր փողոցներում Փաշինյանին դիմավորել են նաև դժգոհությամբ։ Ինչ է կատարվել մայրաքաղաքի փողոցներում Սեդամակարյանի ռեպորտաժում։ Քարոզարշավի 5-րդ օրն է։ Փողոցից փողոց, ավտոբուսից ավտոբուս են տեղափոխվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց հավաքում եք, չեք տալիս։ Գրկախառնությունների, ողջույնների ու ջերմընդունելության հակառակ կողմում պատկերն այլ է։ Դժգոհ են Հայաստանի քաղաքացիները։ ԿՊ-ն չի արդարացել նրանց սպասումները։ Երբ ձեր ձեռփակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր ցուցերին։ Սա ասում նրա համար, որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ պահ զգում եմ, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ 2018 թվականին Փաշինյանին պաշտպանելիս ձեռքը կոտրած քաղաքացին Փաշինյանին հեռանալու կոչ է արել քարոզարշավի ժամանակ։ Հետո հերթով ներկայացրել պատճառները։ Արցախի կորուստ 5000 տղաների կյանք խլած պատերազմ։ Չէր հասցրել ավարտել քաղաքացին իր խոսքը, երբ Փաշինյանը հունից դուրս եկավ։ Մի րոպե։ Եվ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որտեվ եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Ժողովրդավարության մասին բղավելուց րոպեներ անց մեկ այլ միջադեպ գրանցվեց։ Ոստիկանները ուժի կիրառմամբ ձերբակալեցին Նիկոլ Դավաճան վանկարկող քաղաքացուն։ Չես լսում։ Նիկոլ Դավաճան։ Ինքը չի փախչում, հասկանում ես։ Ապե։ Լեթո։ Ապե կադերը հանի մտնեմ անգամ։ Կհանես կադերը։ Դե արի հանի։ Ով չմտնի մուսորը։ Ասում ով չհանի, ով չմտնի մուսորը։ Այ դերս կապտա։ Շենգավիթ վարչական շրջանում ԿՊ-ի համար անակնկալներն այսքանով չավարտվեցին։ Բնակիչները դժգոհ են նաև Երևանի քաղաքապետից ու քարոզարշավի ժամանակ ասացին այդ մասին։ Դու քաղաքապետ ես, Դու հանգիստ մի հատ տոները տիչա։ Շենչի արտաշնչի։ Ես մատ հանգստար։ Ջուրը մոտ։ Ջուր տվեք ես։ Արնստի հանգստար։ Ես հասկաց։ Իչակի չեմ ուծել։ Հասկացանք մի տարապի հանգստացի, ջուրը խմի։ Ոտքով շրջելուց հետո ուրախ ավտոբուսի ուղևորները նստեցին հանրային ավտոբուս։ Քարտեզ էին բաժանում քաղաքացիներին, բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Հայաստանի նոր քարտեզը։ Օրավարտին ԿՊ-ն ամփոփեց քարոզարշավի 5-րդ օրը։ Քաղաքացիների հետ հանդիպումներից հետո անցավ կոպիտ խոսույթի։ Այս անգամ թիրախը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Աբովյանում, Արինջում, գլուխներ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվություն։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկար էլ ես քեզ ասում եմ, Լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք եւ բերելու եք դրել պատասխանատվություն։ Ի պատասխան Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ծիծաղել է, ասում է, չի գցելու իր կլասն ու պատասխանի նրան։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Մինչ քաղաքական ուժերը շարունակում են ակտիվ պայքարը, նախընտրական օրակարգի գլխավոր թեման շարունակում է մնալ անվտանգությունը։ Պատերազմից հետո կուսակցությունները փորձում են ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի պաշտպանությունը, բանակն ու խաղաղության ճանապարհը։ Անվտանգային ինչ մոդելներ են առաջարկում քաղաքական ուժերը, ինչպիսի բանակ են խոստանում կառուցել եւ ում հետ են տեսնում Հայաստանի ապագա գործակցությունը, ռեպորտաժում։ Բանակի վերակազմավորում, դաշնակիցների ընտրություն, արտաքին քաղաքական հենարան, սահմանների անվտանգություն, պրոֆեսիոնալ բանակ եւ խաղաղության խոստումներ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընթരാճ քաղաքական ուժերը ներկայացնում են անվտանգության ու արտաքին քաղաքականության իրենց տեսլականը։ Պատերազմից հետո ձևավորված նոր իրականության պայմաններում քաղաքական հիմնական դերակատարները տարբեր պատկերացումներ ունեն, ինչպես կանխել նոր պատերազմը, ինչպիսի բանակ կառուցել եւ ինչ դաշնակիցների վրա հենվել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն առաջնային է համարում խաղաղության օրակարգը։ Նշում է, որ իրենց մեծագույն առաքելությունը կատարել են, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Անվտանգության մասին բլոկում հիշատակվում է միայն այդ խաղաղությունը, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակությունը եւ TRIP նախագծի իրականացումը։ Խոստանում են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կարևորելով հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ։ Իշխանությունը հայտարարում է, որ շարունակելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, խորացնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Մերձավոր Արևելքի երկրների հետ, միաժամանակ պահպանելով, ինչպես իրենք են ձևակերպում, կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Առանձին անդրադարձ է արվում ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Հայաստան դաշինքի ծրագիրը սկսվում է պաշտպանված Հայաստան վերտառությամբ։ Դաշինքի անդամները կարևորում են բանակը, դրա արդիականացումը, տեխնոլոգիական վերազինումը։ Խոսում են ռազմարդյունաբերության թռիչքի, զինվորական պատվո փաթեթների, մարտունակ պահեստազորի եւ տարածքային պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այդ դրույթները ԿՊ-ի ծրագրում բացակայում են։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Հայաստան դաշինքի ծրագրում հիշատակվում է ՀԱՊԿ-ը եւ BRICS-ը։ Գործընկերային հարաբերություններ են ակնկալում ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Անվտանգության հարցում սեփական մոտեցումներն է ներկայացնում նաև ուժեղ Հայաստանը։ Կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը լեգենդար հետախույզ պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանն է, Կանդազը։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը խոսում է ուժեղ Հայաստան հայեցակարգի մասին, պնդելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն հզոր եւ տեխնոլոգիական բանակի առկայության դեպքում։ Խոստանում են ներդնել խելացի սահմաններ, համալիր համակարգը, որն իրենից ներկայացնում է արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցեր եւ ինքնավար հարվածային միջոցներ։ Խոստանում են նաև ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։ Ցանկանում են արդյունաբերական համալիրների ստեղծում եւ հոբ համակարգի այնպիսի զարգացում, որի շնորհիվ Հայաստանի երկինքը կլինի ամբողջովին պաշտպանված։ Դիվանագիտության ոլորտում ուժեղ Հայաստանը խոստանում է բերել ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն եւ բացառում է զիջումային քաղաքականությունը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկում է քաղաքականություն, որի առանցքային սկզբունքն է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարթություններում որպես հակամարտությունների կանխարգելման եւ երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը հայտարարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, Ռուսաստանն ու Իրանը դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական գործընկերներ, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ կարևոր գործընկերներ։ Ծրագրում նշվում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների փուլային կարգավորման, Վրաստանի հետ ենթակառուցվածքային գործակցության եւ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, բայց առանց զիջումների։ Միաժամանակ շեշտվում է ռազմագերիների վերադարձի, Արցախի հայության իրավունքների պաշտպանության եւ արտաքին ճնշումներից անկախ որոշումների կարեւորությունը։ Ընտրության թեմայով նաև իրավապահ համակարգն է ակտիվացել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ընտրակաշառքի վերաբերյալ արդեն 19 հաղորդում է ուղարկվել հակակոռուպցիոն կոմիտե։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իսկ Սիսիանում ոստիկանները բացահայտել են անչափահասների մասնակցությամբ հերթական մտահոգիչ դեպքը։ Ըստ ներքին գործերի նախարարության 14-ամյա երկու պատանի հայհոյել եւ նվաստացրել են 12-ամյա երեխայի, այդ ամենը նկարահանել հեռախոսով։ Դեպքի տեսագրությունը արգուրավվել է եւ իսկ նյութերը փոխանցվել են քննչական բաժին։
Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ գործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են եւ տեղափոխվել համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժների կոլեկտիվների հետ։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ։ Սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Տեղափոխվենք միջազգային դաշտ։ Իրանը նոր նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Ֆարս գործակալության փոխանցմամբ Թեհրանը պահանջում է վերացնել պատժամիջոցները, դադարեցնել ռազմական գործողությունները, փոխհատուցել հասցրված վնասները եւ ճանաչել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիտանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը եւ դեմ է դրա օգտագործմանը որպես քաղաքական ճնշման գործիք։ Նրա խոսքով Իրանի եւ ԱՄՆ-ի միջև որոշ հարցերում արդեն իսկ կա ընդհանուր հայտարարի հասնելու հնարավորություն։ Սակայն Իրանից հնչող հայտարարությունները շարունակում են կոշտ մնալ։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցն այժմ դիտարկվում է որպես ավելի լայն օպերատիվ գոտի եւ վերահսկողության սահմանները ընդլայնվել են։ Եղանակի մասին։ Սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 19-ից 21, իսկ երեկոյան 12-ից 14 աստիճան ցուրտ։ Եվ վերջում մարզական լուր։ Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Սամակովում ընթացող մրցաշարում հայ ըմբիշ Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոգրաբ Սաֆարովին եւ դուրս եկել եզրափակիչ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։